Գործընողների նեջն է մեր եթերում, մինչ թեմային անցնելը հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Բնական բաղադրիչներով մշակված Canbebe վարտիկ տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը, որոնք հասանելի են Հայաստանի ողջ տարածքով։ Երեխայի աճն ու զարգացումը յուրաքանչյուր ծնողի ուշադրության կենտրոնում են, հատկապես այն շրջանում, երբ սկսվում է սեռահասունացման առաջին փոփոխությունները, ինչին պետք է ավելի հետևողական լինեն, ինչպես ուշադիր լինեն ժամանակին սեռահասունացման նշաններին եւ ինչու է սա կարեւոր։ Այս եւ շատ այլ հարցերի շուրջ կխոսենք մեր այսօրվա հյուրի հետ։ Այսօր զրուցելու ենք Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մեծահասակների եւ մանկական բժիշկ էնդոկրինոլոգ Դալար Թումասյանի հետ։ Ողջույն Բժշկուհի Թումասյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես շնորհակալ։ Նախ եկեք սկսենք նրանից առհասարակ երեխաների սեռահասունացումը։ Այ երբ է սկսվում, երբ է դա համարվում նորմա։ Աղջիկ երեխաների սեռահասնացումը սկսվում է 8-ից 13 տարեկանում, իսկ տղա երեխաների սեռահասնացումը 9-ից 14 տարեկանում։ Աղջիկների դեպքում մենք սեռահասնացման սկիզբ համարում ենք կրծքագեղձերի մեծացումը, իսկ տղաների դեպքում ամորձիների ծավալի մեծացումը, որից հետո արդեն դիտվում են սեռահասնացմանը բնորոշ նշաններ, թե վատակերի ցայլային շրջանի մազակալում, տղաների դեպքում ձայնի փոփոխություն, աղջիկների դեպքում մի փոքր ավելի ուշ արդեն դաշտանային ցիկլի սկիզբ։ Պաստորեն առաջնային, այսպես ասած, նշանները, տվյալները վերջիններս են, որոնք դուք նշեցիք, եւ ծնողները շատ հաճախ կարող են նկատել արդեն այս փոփոխությունները։ Այնինչին պետք է ուշադրություն դարձնել, արդյոք կան բաներ, որոնք կախված են այս ժամանակ ծնողի ավելի հետևողական լինելուց, ինչին պետք է հետամուտ լինեն, որ եթե պետք է մասնագետի դիմեն, թե ուղղակի դեռ հետևում են բնականon ընթացքին։ Շատ կարևոր է, որ ծնողները ուշադրություն դարձնեն իրենց երեխայի զարգացմանը, որովհետև գիտենք, որ սեռահասնացման ընթացքում արտադրվող սեռական հորմոնները բերում են եւ ֆիզիկական փոփոխությունների եւ հոգեբանական փոփոխությունների երեխայի մոտ։ Շատ անգամ ծնողները հարցնում են, օրինակ աղջիկների դեպքում, եթե դաշտանային ցիկլը սկսվեց 10 տարեկանում, դա համարվում է նորմալ թե չէ։ Քանի որ մենք աղջիկների դեպքում սեռահասնացման սկիզբը գնահատում ենք կրծքագեղձերի մեծացմամբ, սովորաբար կրծքերի մեծացումից մոտ ամրապես 1.5-2 տարի հետո արդեն ակնկալում ենք դաշտանային ցիկլ։ Հետևաբար, եթե 8 տարեկանում, որն համարում ենք նորմալ, աղջկա դեպքում լինի սեռահասունացում, հավանական է, որ 10-11 տարեկանում կունենանք արդեն դաշտանային ցիկլ։ Ես միշտ իմ բուժառուներին, ծնողներին զգուշացնում եմ այդ դեպքերում պարտադիր զրուցել երեխաների հետ, նախապատրաստել իրենց այդ թեմաները պարտադիր քննարկել, որպեսզի երեխան հանկարծակի չգա։ Այո, եւ չկարծի, որ իր մոտ ինչ որ բան այն չէ։ Հատկապես եթե նկատել ենք նաև դասարաններում կարող են երեխաները տարբեր հասունացման փուլերում լինելով համադասարանցիներ ու դա եւս իրենց կկաշկանդի, եթե մեծամասնությունը դեռ այդ փուլում չեն գտնվում, այնպես որ շատ լավ բան ասցիք, որ զրուցելը եւս շատ կարեւոր է։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, հատկապես տղաների դեպքում է դա շատ ակնհայտ լինում, երբ օրինակ հասակակիցները ավելի շուտ են մտնում սեռահասնացման փուլ, ավելի շուտ են հասունանում, բոյովանում, իսկ տղան ավելի ցածրահասակ է լինում իր ընկերների համեմատ, բնականաբար ինքնավստահության խնդիրներ են առաջանում, բայց նաև կուզեմ նշել, որ ծնողներին հիմնական անհանգստացնողը բնականon սեռահասնացման ընթացքում սեռական օրգանների չափսերն են լինում երեխաների, մասնավորապես առնանդամի չափսերի մասին է խոսքը։ Ես կուզեի, քանի որ եթերում ենք նշել, որ նախ մեր երեխաներին չհամեմատենք միմյանց հետ ու միշտ իմանանք, որ տղաների դեպքում ոչ թե սեռահասնացման սկիզբը արտաքինից ակնհայտ փոփոխություններն են, այլ ամորձիների ծավալի մեծացումը, որը կարող է գնահատել միայն բժիշկը, իսկ ցանկացած կասկածի դեպքում իհարկե պետք է դիմել մասնագետի եւ հավաստիանալ, որ ամեն ինչ նորմալ է։ Այն դեպքերում, եթե դա օրինակ շատ վաղ է սկսվել կամ հակառակը գալիս անցնում է տարիք, ինչպես դուք նշեցիք 12, 13 եւ որևէ փոփոխություն չի, որևէ նշաններ չկան, միանշանակ պետք է դիմել։ Շատ լավ, արդյոք կա կապ երեխայի սեռահասունացման սկզբի եւ վերջնական հասակի ձևավորման միջեւ։ Շատ հետաքրքիր կապ կա, որովհետև սեռահասնացման ժամանակ արտադրվող սեռական հորմոնները բերում են ոսկրերի հասունացմանը, ոսկրերի աճման գոտիները սեռական հորմոններով պայմանավորված սկսում են փակվել ու այսպես ասած ոսկրը այլևս շատ հասունանալու, բոյովանալու տեղ չի ունենում։ Հետևաբար ինչքան շուտ է սկսվում երեխայի սեռական հասունացումը, վերջնական հասակը սպասվելիք հասակից ավելի ցածր է լինում եւ հակառակը, ինչքան ուշ է սկսվում սեռական հասունացումը, երեխան ավելի բոյով է լինում։
Պաստորեն ստացվում է, որ մի կողմից սեռական հասունացումը սկսվեց, դա լավ է, բայց կարող է երեխան շատ չբոյովանա, եթե դա վաղ է սկսվել, այդպես է Երբ մենք գործ ունենք վաղաժամ սեռահասնացման հետ, այո, եթե ունենք սեռական հատկանիշների առաջացում 8 տարեկանից շուտ աղջիկների դեպքում եւ 9 տարեկանից շուտ տղաների դեպքում, իհարկե մնացած հոգեբանական գործոնները մի կողմ դրած, մեզ բժիշկներից առավել հաճախ անհանգստացնում է հենց երեխայի վերջնական հասակը, որովհետեւ գիտենք, որ դա բացասաբար է անդրադառնալու երեխայի վերջնական հասակի վրա։ Ինչպես են վարվում այս դեպքում ծնողները, ինչ խորհուրդ եք դուք տալիս, օրինակ սպորտով զբաղվելը, շատերը ասում են, այ բասկետբոլի գնաս կբոյովանա, շատերը ասում են լողը լավ է կամ գիմնաստիկան լավ է, բայց կարճ կմնաս։ Ինչ կասեք այս մասին։ Իրականում իհարկե սպորտը շատ լավ է երեխայի ընդհանուր առողջության համար։ Բասկետբոլը, լողը, ձգումային վարժությունները դրանք բերում են նաև կեցվածքի բարելավման, ճիշտ կազմվածքի եւ ինչքան ձիգ կեցվածք է երեխան ունենում, այդքան արտակնապես ավելի բոյով է երևում, բայց միանշանակ դրանք չեն կարող բերել երեխայի գենետիկական հասակի փոփոխության Եվ հատկապես կուզեի նշել, որ միշտ չի, երբ ցածրահասակ երեխաների դեպքում մենք գործ ունենք ժառանգական ֆակտորների հետ, այսինքն ծնողները ցածրահասակ են, երեխան էլ պիտի լինի ցածրահասակ։ Երբեմն լինում են դեպքեր, երբ մենք գործ ունենք հորմոնալ խնդիրների հետ, օրինակ վահանաձև գեղձի թերֆունկցիա, աճի հորմոնի անբավարարություն, եւ բնականաբար այս դեպքերում մենք պիտի հետազոտենք երեխային, հասկանանք կա արդյոք որևէ խնդիր թե ոչ եւ անհրաժեշտության դեպքում արդեն համապատասխան բուժում նշանակվի, ցավոք սրտի ոչ մի վիտամինային հավելում, սպորտ, գազարը չեն բերի երեխայի հասակի ավելացմանը, եթե կա հիմքում ընկած որևէ խնդիր։ Շատ լավ, շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, որ մենք խոսեցինք երեխաների սեռահասունացման մասին, քննարկեցինք ինչպիսի փոփոխություններ ակնկալել մոտավոր 8-ից 13 տարեկանում, ինչպիսի առանձնահատկություններ կան տղաների եւ աղջիկների մոտ եւ իհարկե խոսեցինք այն մասին, որ կարեւոր է եւս ծնողի իրազեկվածությունը ժամանակին զրուցել, ինչու ոչ հոգեբանական աջակցություն ցուցաբերել կամ մասնագետի մոտ տանել երեխան, եթե դրա կարիքը կա։ Հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Բնական բաղադրիչներով մշակված Canbebe վարտիկ տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք կամ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը, որոնք հասանելի են Հայաստանի ողջ տարածքով։ Շնորհակալ եմ շատ, իսկ մենք շարժվում ենք առաջ։